Իշխանությունը ասում է, եթե դու հայոյում ես ինձ, ուրեմն դու նախկիններից ես, պառլամենտական ընդդիմության ներկայացուցիչ ես։ Պառլամենտական ընդդիմությունը ասում է, պարակտվել է, երկու մասի է բաժանվել։ պառլամենտական ընդդիմությունը ասում է, եթե դու Նիկոլ Փաշինյանը դավաճան է, թուրք է եւ այլես անհեթեթ խոսույթներից բացի այլ բան ասեցիր, ուրեմն դու պոտենցիալ նիկոլական ես։ Այսինքն պատկերացրեք մեր քաղաքական իրականությունը, մեր տեղի ունեցող խորքային փոփոխությունները, աշխարհ, տարածաշրջան մարտահրավերները եւ մեզ բոլորիս բերել են մեր խոսույթը նեղացրել, սարքերկու նեղ սև ու սպիտակի կամ մատրիցայի նման, մեկերի եւ զրոների համակարգ, կամ էստեղ ես, որը սպասարկում է իրենց օրակարգը։ Ես ասում եմ ձեր օրակարգը երբեք չեք կարող պարտադրել ինձ։ Ես պատրաստ եմ դրա դիմաց ստանալ հարվածներ, ձեր ֆեյքերը, ձեր Facebook-յան էջերը, ձեր լրատվամիջոցները, բացառապես դրա համար են, որ այն մարդիկ, ովքեր շեղվեն հանկարծ ձեր օրակարգերից, դուք իրեն վարկաբեկեք եւ մնացածն էլ իմանան, որ չի կարելի շեղվել այդ օրակարգերից։ Ես ասում եմ ոչ, ես պատրաստ եմ այդ հարվածները ստանալ, բայց ես ասել եմ այն, ինչը համարում եմ ճիշտ, այն, ինչի կրողը ես եմ։ Կարող է նաեւ սխալ լինի, բայց ասել եմ այն, ինչին որ ես հավատում եմ։ Հետևաբար ընդդիմություն լինել նաեւ նշանակում է կարողանալ հակառակ գնալ պարտադրվող նաև այս լրատվական հոսքերին։ Սա է ամենակարևորը։